Պարոն վարչապետ, այսօր առավոտյան հայտնի դարձավ NVIDIA-ի ծրագրի հետ կապված հետաքրքիր է ձեր կարծիքը դրա նշանակության մասին։ Արդեն իսկ մեկնաբանություններ կան, որ դա ԱՄՆ-ի վստահության մասին է խոսում, որ դիտում է Հայաստանը ոչ արդեն որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, տնտեսական, քաղաքական նոր իրողության մասին եւ այլն։ Եվ մի հարցել հիբրիդային պատերազմի հետ կապված փորձագետները ընտրությունների նախորդող փուլում ահազանգում են դրա ահագնացող տեմպերի մասին, հետաքրքիր է ինչ է արվում այդ արտաքին ազդեցությունը նվազեցնելու համար ու միջազգային գործընկերների աջակցության կարիք կա թե չէ այստեղ։ Նախ Firebird ընկերության ծրագրի եւ NVIDIA-ի արտանման լիցենզիայի մասին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Տրամփին, որովհետեւ նաեւ իհարկե այդ ծրագիրը իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տրամաբանության մեջ եւ նաեւ ես վերջերս առիթ ունեցա նախագահ Տրամփի հետ խոսել այդ թեմայով, որպեսզի ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները եւ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ եւ շատ արագ արձագանքեց եւ այդ ծրագիրը արդեն ըստ էության վստահաբար ներդրումային ծրագիրը կյանքի կկոչվի։ Ինչ վերաբերում է հիբրիդային եւ շնորհավորում եմ Firebird ընկերությանը եւ ընդհանրապես ոլորտին, տեխնոլոգիական ոլորտին եմ շնորհավորում, որովհետև կարծում եմ դա իսկապես շատ ծանրակշիռ նշանակության ներդրումային ծրագիր է եւ մեզ բոլորիս եմ շնորհավորում այդ առիթով եւ ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմի դրսեւորումներին, դե կտեսեք հազար ներողություն, տեսեք մենք սենյակներում բանակցությունների մասին ինչ ենք խոսում եւ ինչ հավաստի տեղեկություններ են, հավաստի տեղեկությունները ուղիղ հակառակի մասին են եւ որն է մեր գործիքը հիբրիդային այդ սպառնալիքների դեմ պայքարելու, մեր գործիքը թափանցիկությունն է, ժողովրդավարությունն է եւ ակտիվ հաղորդակցությունը հանրության հետ։ Հարցս շարունակությունն այս հարցի, եթե ներդրումները շարունակվեն 2026 թվականին Հայաստանը կարող է դառնալ AI ոլորտում շատ մեծ տարածաշրջանային կենտրոն, data կենտրոն։ Դուք ինչպես եք դրան նայում, դուք ինքներդ օգտվում եք AI պրոդուկտներից, ենթադրենք ChatGPT կամ չգիտեմ ուրիշ պրոդուկտներից, վտանգ չեք տեսնում, որ շատ արագ է զարգանում։ Ես ընդհանրապես ինձ բռնացրեցիք, որովհետև ես ընդհանրապես չեմ օգտագործում, բայց այսօր WhatsApp-ի այդ բանին արհեստական ինտելեկտին երկու հարց եմ տվել, չկապված քաղաքականության հետ, իսկ սովորաբար չեմ օգտագործում։ Այդքան էլ չէ։ Ընդհանրապես իմ բանը, իմ դիտարկումը ինչն է, որ կառավարության նիստերին էլ եմ այդ թեմային անդրադարձել, որ հարցերին պատասխանում են ավելի երկար, քան հարց տվողը ակնկալում, ոնց որ արհեստական բանականությունն էլ տենց։ Ամեն դեպս իմ հարցին ավելի երկար պատասխանեց, քան ես ակնկալում էի, երկար տեքստով։